Այսօր ներսարի գիշերային շոուն հյուրընկալում է արվեստի աշխարհի վառ ներկայացուցիչներին, խազեր ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավարներ Ավետ Բարսեղյանին, Արփի Գաբրիելյանին, Բեմադրիչ Նաիրե Ստեփանյանին եւ Ազգային երաժշտական ակադեմիայի համահիմնադիր Վազգեն Պողոսյանին։ Բայց մինչ այդ հիմա բեմ կգանա, ով կարմիր գորգին քայլում է այնպես, կարծես իր տան գորգի վրա եւ վերջապես նայել է խազեր ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավարը։ Դիմավորեք Ներսես Ավետիսյան։ Բարի երեկո սիրելի ներկաներ եւ բարի երեկո բոլոր նրանց, ովքեր արդեն մտածում են ինչ հագնել խազեր մրցանակաբաշխությանը։ Ասում են կարմիր գորգը դա այն վայրն է, որտեղ մարդիկ ցույց են տալիս իրենց լավագույն տեսքը։ Իսկ ես կարծում եմ դա այն վայրն է, որտեղ մենք բոլորս փորձում ենք չսայթակել ու չընկնել տեսախցիկների առաջ։ Մրցանակաբաշխությունները կարևոր են, որովհետեւ նրանք մեզ հնարավորություն են տալիս մեկ երեկոյով զգալ մեզ աստղեր, նույնիսկ եթե մեր միակ հանդիսատեսը մեր կատուն է։ Պատրաստվել գլամուրային երեկոյին դա արվեստ է։ Սկզբում մտածում ես ես բնական տեսքով կգնամ, հետո մի փոքր շպարաճի խանգարի եւ վերջում դիմահարդար, վարձահարդար, ստիլիստ ու դու պատրաստ ես։ Բայց հիշեք, անկախ ամեն ինչից գլխավորը մասնակցությունն է, ոչ թե հաղթանակը։ Չնայած եթե հաղթում ես, դա էլ վատ չէ։ Եվ ես ողջունում եմ մեր թիմին ու մեր նվագախմբին, Ruslan and Friends, բարի երեկո տղեր, շնորհակալ եմ, որ կրկին ինձ հետ ներսում եք եւ այսօր իհարկե ուզում եմ խախտել մեր սովորական ընթացքը եւ հանդիսավոր երաժշտություն եմ պահանջում։ Ruslan, պատրաստ։ Եկեք ողջունենք մեր այսօրվա հատուկ հյուրերին, խազեր մրցանակաբաշխության հանդիսավարներ Ավետ Բարսեղյան, Արփի Գաբրիելյան, Բեմադրիչ Նաիրե Ստեփանյան եւ Ազգային երաժշտական ակադեմիայի հիմնադիր Վազգեն Պողոսյան։ Ներս եկեք։ Բարի երեկո, բարի գալուստ ներս, տեղավորվեք, զգացեք ձեզ ինչպես տանը, իսկ ես այդ ընթացքում հարգելիներս կլցնեմ հատուկ կոնյակը, որովհետև այսօր կոկտեյլների փոխարեն հատուկ առիթով մենք ունենք մի բան ավելի դասական, B&M մանզուկական կոնյակ, այս կոնյակը միանշանակ առնչություն ունի երաժշտության հետ, այն հնեցվել է Արամ Խաչատրյանի անզուգական երաժշտության ներքո։ Լցնենք բաժակները եւ խմենք արվեստի երաժշտության եւ առաջիկա խազեր մրցանակաբաշխության հաջողության համար, իսկ այդ ընթացքում ինձ ասեք ոնց եք հարգելի հյուրեր։ Լավ, շնորհակալ եմ։ Մենք էլ ավելի լավ կլինենք։ Շնորհակալություն Ներս ջան, շատ լավ ենք, ներս ենք եկել շատ լավ առիթով, շնորհակալություն հրավերի համար, շնորհակալություն դահլիճի ջերմության համար։ Այո, այսօր մեր հանդիսատեսը իսկապես շատ ջերմ է, որտեղ վստահ եմ, որ բոլորը մեծ ոգևորությամբ սպասում են խազեր մրցանակաբաշխությանը, ու այդ շատ շուտով արդեն իրականություն կլինի բոլորիս կյանքում։ Շնորհակալ եմ։ Վազգենի մեծ բաժակով տվեք, որովհետև ինքը պրոդյուսերն է։ Մոսի։ Ահա, եւ իմ բաժակը։ Դե, անգամ էլ բարի գալուստ ներս, շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ այստեղ եք եւ շնորհավորում եմ մեզ բոլորիս այս հրաշալի առիթով, շատ ուրախ եմ, որ այս երևույթը առասարակ կրկին վերադառնում է մեր կյանք։ Խմենք հաջողություն բոլորին։ Հաջողություն։ Իսկ հիմա մի փոքր դադար վերցնենք, որից հետո կվերադառնանք խոսելու խազեր մրցանակաբաշխության մասին, ներկայացնելու համանակարգերը եւ քննարկելու արվեստի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։ Մի հեռացեք, մենք շատ շուտով կվերադառնանք։ I can't forget each treasure, pleasure, I regret. Maybe my treasure are the price I have to pay. Եթե տունը մի պահ լռության մեջ է հայտնվել, դա նորմալ է, Ներսեսը դադար է հայտարարել, իսկ դուք հեռու մի գնացեք, որովհետև շուտով ներկայացվելու են առաջին խազեր մրցանակի հավակնորդները, ու պարզելու ենք, ով կփայլի արժանապատվորեն, որովհետև փայլուն վերնաշապիկ է հագնելու, վերադառնում ենք շուտով։
turn each day into heaven or a hell. She may be the mirror of my dreams, a smile reflected in a stream. She may not be what she may seem inside her shell. La bohème, la bohème, ça voulait dire tu es heureux. La bohème, nous ne mangions qu'un jour sur deux. Բարի վերադարձ, սիրելի ներսականներ, շնորհակալություն Rootline-ի նումեր ընկերներին Վահին հրաշալի երաժշտական կատարումների համար եւ դադարելամներ, բայց հիմա սկսվում է բուն շոուն, այսօր ոչ թե պարզապես գիշերային շոուի մաս ենք, այլ սպասումների գագաթնակետում ենք, որովհետեւ խոսքը մրցանակների մասին է։ Այո, ճիշտ լսեցիք, Հայաստանի երաժշտական աշխարհում մի բան է պատահել, Հայկական ազգային երաժշտական ակադեմիան ստեղծել է ամենամյա խազեր մրցանակաբաշխությունը, որտեղ ոչ միայն գնահատվում է տաղանդը, այլ ոճը, աշխատանքը, էներգիան եւ երբեմն նույնիսկ երգչի կոշիկի ճիշտ չափսը։ Այդ կիմանանք շատ մոտ ապագայում, հավետ։ Ես ուզում եմ նախքան ձեզ հարցեր տալը մի քանի կարևոր փաստ կարդալ մրցանակաբաշխության մասին մեր հեռուստադիտողների համար ու անցնենք զրույցին եւ այսպես մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու ապրիլի 30-ին, իսկ մինչ այդ մենք ներսում բացում ենք վարագույրը ու հիմա խոսելու ենք ինչու պետք է մասնակցել խազերին ու ովքեր են նրանք ում անունները շուտով հնչելու են հպարտությամբ ու ծափահարությունների ներքո։ Մի քանի հետաքրքիր փաստ խազեր մրցանակաբաշխության մասին։ Խազեր բառն ինքնին խորհրդանշում է ազգային ինքնություն եւ մշակութային խորք։ Կազմակերպվում է Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից։ Ակադեմիան ստեղծվել է երաժշտական դաշտի ներկայացուցիչների մասնակցությամբ, այն այս պահին ունի առավել քան 300 անդամ։ Հանձնախումբը բաղկացած է երաժիշտներից, պրոդյուսերներից, մեդիա մասնագետներից։ Մրցանակները նախատեսված են թե մենակատարների, թե խմբերի եւ թե պրոդյուսերների թիմերի համար։ 2025 թվականի խազեր մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ինչպես առաջացավ խազեր մրցանակաբաշխության ստեղծման գաղափարը։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շատ շնորհակալ եմ հանդիպման համար։ Ես եմ շնորհակալ։ Առաջացավ այնպես, որ աշխատելով արդեն տասնյակ տարիներ այս ոլորտում հասկացանք, որ ամեն ինչ մեծանում է, ոչ մի բան չի մնում տեղում եւ կարծես թե արդեն հավաքվել էր, եկել էր այն պահը, ժամանակը, որ պետք է մենք ունենայինք երաժշտական ակադեմիա, որը որ իր մեջ կընդգրկի մասնագետների, պրոդյուսերների, կոմպոզիտորների, գործիքավորողների, որոնք որ մի ընդհանուր տեղ, մի գաղափարի շուրջ կհավաքվեն եւ կփորձեն իրենց փորձով, իրենց գիտելիքներով առաջ տանել այս գործը։ Եվ ժամանակն էր արդեն, որ մենք ունենանք ազգային երաժշտական ակադեմիա, որը որ իրականում նոր բան չենք օրինել, կա ամբողջ աշխարհում, դրա վառ օրինակներից են, օրինակ հայտնի ձայնագրման ակադեմիան, Recording Academy-ն, որը աշխարհում անում է Grammy մրցանակաբաշխությունը, եւ մենք փորձեցինք դրա ոնց որ պրոտոտիպը օգտագործել դրա օրինակով եւ համեմելով մեր հայ գործիչներին, ներկայացուցիչներին եւ կարծում եմ մեր մոտ ստացվեց, որովհետև բավականին կարճ ժամանակում մենք կարողացանք մեր գոլեգաներին, ընկերներին, գործընկերներին համախմբվել, համոզել, որ բոլորը հավաքվեն մի գաղափարի շուրջ եւ կարծեմ թե արդեն մենք ինչ որ փուլերի ենք հասել, որը որ շատ գովելի է եւ շատ ողջունելու։ Իդեպ ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր ակադեմիայի բոլոր անդամներին, մեր աշխատանքի բոլորի եւ ժամանակ չխնայելու եւ իրենց մոտեցման համար, քանի որ բոլորս հավաքվել ենք մի լավ գործի շուրջ եւ այդ գործի մի փոքր մասնիկներից է նաեւ խազեր մրցանակաբաշխությունը։ Իդեպ ակադեմիան զբաղվել է եւս տարբեր գործունեությամբ, խազեր մրցանակաբաշխությունը մի մասն է ակադեմիայի աշխատանքի, որի մասին դեռևս
Տարիք կունենամ պատմելու։ Փակագծերը այո, դեռ չենք բացում, այսօր պատմում ենք խազերի մասին, բայց ես էլ ուզում եմ ասել, որ իսկապես շատ ուրախ եմ, որ այս ամենը վերադառնում է մեր կյանքում, մենք այսօր կունենանք այս հրաշալի իրադարձությունները, որոնք վստահ եմ, որ շատ արտիստների համար կլինեն ոգևորող, շատերի համար կլինեն մոտիվացնող, այնպես որ սա հրաշալի գաղափար է եւ խոսենք նաեւ մրցանակի մասին, հա։ Գիտեմ, որ դրա հեղինակը Նուրն է, նախ ողջունենք Նուրին, մեր լավ ընկերոջը։ Եվ ինչ նյութեր են օգտագործվել առհասարակ դիզայնում, ինչ տեխնիկա է օգտագործվել։ Ես միշտ սիրում եմ, որ Նուրն է պատմում դրա մասին, որտեղ ինքը շատ խարիզմատիկ է պատմում այդ ամեն ինչի մասին, միստիկ է պատմում, բայց կփորձեմ ես իմ ձևով ներկայացնել, օգտագործվել են մի քանի մետաղներ, ամբողջը բնական նյութերից է, նախ ուզում եմ ասեմ, օգտագործվել են մի քանի տիպի մետաղներ, օգտագործվել է ապակի, օգտագործվել է մեծ միտք Եվ ինչպես տեսել եք մեր մրցանակը նաև ինքը շարժվում է, որը եւ խորհրդանշում է, որ մենք տեղում չենք կանգնում, մենք գնում ենք առաջ եւ այլն, այսինքն մեծ գաղափար կա դրած այդ ամեն ինչի մեջ եւ ես շատ շնորհակալ եմ Նուրին, որ ինքը կարողացավ ստանալ այնպիսի մրցանակ, որ մենք բոլորս առաջի անգամ տեսնելուց բոլորս ոնց որ տենց միանգամից սիրարվեցինք այդ մրցանակին եւ պատկերացրեցինք ինչպես է շողալու ապրիլի 30-ին մարզամերգային համալիրի բեմում մեր սիրելի հաղթողների ձեռքում։ Հրաշալի, այո, սպասում ենք սրտադրոպ ապրիլի 30-ին եւ հիմա ուզում եմ դիտենք կարճ տեսանյութ միասին մրցանակի ստեղծման մասին, որից հետո պատիվ ունենք առաջին անգամ ցուցադրելու խազեր մրցանակը։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն։ Ինչ է խազերը։ Խազերը միջնադարյան նոտագրություն է, որ ուսումնասիրել է Մեծն Կոմիտասը։ Ես ստեղծեցի նման մրցանակ, որը պատկերում է արև, որը պատկերում է պար եւ կոչեցի խազապար։ Մրցանակը, որ ես պատրաստեցի, կազմված է հետևյալ մասերից, կենտրոնական հատվածում գտնվում է ջուրը։ Ապակով ես պատկերել եմ ջրի խորհրդանիշը, որովհետև ամեն մաքուրը սկսվում է մաքուր ջրից, որից հետո պատկերեցի երկկողմանի հավերժության նշան եւ շուրջը 12 կերպարներ, որոնք խորհրդանշում են տարին, ամիսները։ Խազ հայկական երաժշտական մրցանակը այսպիսին է։ Դիտեցինք տեսանյութը, իմացանք պատմությունը, իսկ հիմա ժամանակն է ծանոթանալու արդեն խազեր մրցանակի հետ, բաղձալի մրցանակը, որը վստահ եմ, որ ապրիլի 30-ին շատերն են ուզելու տանեն տուն, բայց ես կլինեմ առաջինը, ովքեր այդ օրը կլինեն այդ դահլիճում, ով կպտտի խազերի հետ հավերժության պտույտը ու հուսանք, որ այո, սա կլինի հայկական արվեստի շարունակականության եւ հավերժականության խորհրդանիշը։ Ինչ լավ է որ ծանր է, ինչ լավ է որ ծանր է, որտեվ պետք է ծանր լինի, չէ՞, խազերի մրցանակը։ Ահա, խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2025։ Այս տարի ես տուն չեմ տանելու սրանից, բայց ձեզ վստահեցնում եմ, որ Ինչ գիտես։ մյուս կամ այն մյուս տարի Ինչ գիտես, չես տանելու տուն։ տեսնենք, հիմա Դա ամսի 30-ին պարզ կլինի հակաձեն է։ Այո։ Շատ շքեղ, տպավորիչ, շնորհակալություն Նուրին, ինչպես միշտ հրաշալի աշխատանքի համար։ Իսկ հիմա ավելի բարձր ծափահարենք մեր մրցանակաբաշխության հանդիսավարներին, Արփիկ Գաբրիելյան եւ Ամետ Բարսեղյան։ Նորից բարի երեկո, իմ սիրելի մարդիկ։ Բարի երեկո։ Շատ Հրաշքս։ ուրախ եմ ձեզ տեսնել ներսում կրկին, շատ շնորհակալ եմ, որ Դու բոլոր հանդիսավարների անունը տվեցիր, Ներս։ Մենք էլ քո անունը տանք։ Ներսես Ավետիսյան։ Ներսես Ավետիսյան։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ իրականում, որ այդ օրը բեմը կիսելու եմ ձեզ հետ։
Շատ պարտավորեցնող է դա, բայց կուզեմ մի քիչ դուք հիմա ինձ պատմեք Խազեր մրցանակամ աշխության ձեր զգացողությունների մասին, այս միջոցառման կարևորության մասին ձեզ համար եւ առհասարակ ինչպես եք պատրաստվում այդ օրվան, հանդիսավարի դերին ու դա ինձ կօգնի, որ մի քիչ ես էլ կողմնորոշվեմ այդ օրվա նախապատրաստական աշխատանքների համար, հաշվի առնելով այդ միջոցառման կարևորությունը։ Ես ասեմ։ Ինձ համար իսկապես շատ հաճելի էր, երբ ստացա զանգը Վազգենից, որ պիտի կիսեմ բեմը ավետի ու քեզ հետ ներս։ Պարտավորեցնող է շատ եւ շատ ուրախ եմ, որ վերջապես ստեղծվել է ազգային ակադեմիան, որովհետեւ իսկապես շատ վաղուց պիտի լիներ, որովհետեւ մանավանդ այսօր կա կարիքը, մանավանդ այսօր իսկապես ոլորտը ողողված է ոչ այդքան լավ երաժշտությամբ, հա, խոսքը երկարվեստի մասին է եւ պիտի տարբերակենք լավն ու վատը եւ այդ բեմում պիտի իսկապես լավն ու որակյալը լինի, որ հետո արտիստները, մարդիկ, երգիչները բոլորը հասկանան թե որն է լավ եւ որն է վատը։ Ես իսկապես ուրախ եմ, որ ապրիլի 30-ին տեղի ունենալու այդ կարևորագույն մրցանակաբաշխությունը, որը համոզված եմ եւ վստահ եմ, որ շատ լավ ապագա է ունենալու։ Շնորհակալ եմ։ Վարպետ։ Բարի երեկո բոլորին։ Այս տաղավարը ինձ համար շատ հարազատ տաղավար է, իմ կյանքի կարևորագույն փուլերը անցկացնում եմ միշտ հրաշալի մարդկանց հետ, հրաշալի երաժիշտների, հանդիսատեսի, իմ բոլոր ընկերների հետ միասին, իսկ Խազեր մրցանակաբաշխությունը բոլորիս կյանքում դառնալու է երաժշտարվեստում հատկապես շատ կարևոր, հաճելի, շատ գեղեցիկ երևույթ, որին ձգտելու են տարեց տարի շատ ու շատ ավելի մեծ հաճույքով, շատ մեծ արտիստներ։ Այո։ Բնականաբար, ինչպես պարոն Պողոսյանը ասաց, մրցանակաբաշխությունը մեր երկրում հեծանիվ չէ, որ հորինվել է, դա եղել է նաև մեր սիրելի երրորդ ռեժիսորի կողմից, ով ներգրաված է այս հրաշալի պրոյեկտի մեջ, Հրաչ Քեշիշյանի ծափահարություններ ու տարիներ շարունակ եղել է, դադար է տեղի ունեցել եւ առաջին անգամ ավելի մեծ ու ավելի ակադեմիա ստեղծելով, այսինքն մի հոգի չէ ընդամենը, այլ 300 հոգի են, այսինքն այս ֆորմատով իսկապես առաջին անգամ է, որ ակադեմիան է որոշողը տվյալ շորթ լիստի մեջ գտնվող մարդկանցից ով է լինելու հաղթողը։ Դա իսկապես առաջին անգամ է։ Ինչը եւս մեծ ծափահարությունների առիթ է։ Ծափահարությունների առիթ է նաեւ այն մարդկանց, ովքեր ներգրաված են այս հրաշալի խազերի մեջ եւ այն ժամանակը, որը ծախսում են թե հանրությանը, թե արտիստներին մեր բացատրելու ինչ է, ովքեր են որոշողները, որովհետեւ այդ վախն էլ կա, երկար ժամանակ չի եղել մրցանակաբաշխություն ներշրջանու, բնականաբար կա երկարվեստում ստեղծված որոշակի վախեր, որոնց քանդելը թե Վազգենի, թե այլ պրոդյուսերների կողմից շատ դժվար գործընթաց է։ Ես լինելով նաև բորդի անդամ, ոչ միայն հանդիսավար, ինքս էլ եմ կատարել այդ աշխատանքը մեր շատ լավ ընկերներին հասկացնելու, որ սա մրցանակաբաշխություն է ակադեմիայի կողմից, սա մի քանի հոգու խնդիր չէ, ամբիցիաների խնդիր չէ եւ այլն։ Դա իհարկե տարիները կապացուցեն, իսկ ես ինչպես եւ Արփին եւ Վազգենը եւ բոլորը շատ մեծ հույս ունեմ, որ Խազեր ակադեմիան հավատել ունեմ, ինքը փոխելու է երաժշտարվեստի միայն հանդիսություններում երգելու միտումը, երգերի ծնունդը, որոնք գնում են միայն ուրախությունների, դա լավ է, ընտիր է, դա փողաբեր է, բայց դա ստագնացիա առաջացնում, ճահճացում է առաջացնում երկարվեստում, խոսքարվեստում եւ մնացած այլ վայրերում։
Իսկ երբ որ կա առողջ մրցակցություն արտիստների մեջ, երգերի մեջ եւ առողջություն կա այս ամեն ինչի մեջ, զարգանում է լավը, զարգանում է ճիշտը, ճաշակովը։ Այդ առումով խազեր մրցանակաբաշխությունը, որը հեռարձակվելու է մեր սիրելի Արմենիա հեռուստաընկերության եթերում եւ բոլորս հավաքվելու ենք Ներս ջան, դու, ես, Արփին, լինելու ենք բեմում ու ամեն ինչ անենք, որպեսզի հանդիսավարությունը ճիշտ լինի։ Ռեժիսորները մեկը չեն, երեքն են մեր երկրի լավագույնները։ Հրաչ Քեշիշյանը, Նայիրեն եւ Արթուրը Մանուկյան լինելու են այս ամեն ինչի գլխին։ Գլխին կանգնած են մարդիկ, ովքեր գիտեն ինչ է շոու բիզնեսը շատ տարիներ եւ գիտեն ճիշտ լինելիությունը, մարդիկ ովքեր ներգրավված են շորթլիստի մեջ բոլորը ուշադրության են ենթարկվելու, այսինքն այստեղ մրցանակ ստանալը, որը իդեպ շատ լավն է, որը ես էլ եմ ուզում մի քիչ ֆրացնեմ, եթե դեմ չեք, որովհետև խազեր մրցանակը ինքը իսկապես նուրը պատմեց քիչ առաջ, տեսակ ինչ հրաշք է եւ պտտվելով պտտելու է երկարվեստի հրաշալի անիվը դեպի վեր է պտտելու ու այս ամեն ինչի մեջ միայն շահում է դուք շահում է պետությունն ու երկարվեստը այդ առումով մենք անելու ենք ամեն ինչ որ թե հանդիսատեսը թե արտիստները ովքեր ներգրաված են լինելու ու չլինի այն մրցակցությունը որ հետո գնան դուշի տակ լացեն արտիստները իրանք բոլորը լինելու են շատ կարևորված Իսկ մրցանակը ստանալու է մեկը բնականաբար։ Եվ ամեն դեպքում կլինեն դուշի տակ լացողներ։ Միանշանակ, ամեն ինչ ինչ սկսվում է եւ կոչվում է, հա, մրցանակաբաշխություն ինքը պահանջում է հատկապես փոքր երկրի, փոքր ամբիցիաներ ունեցող ու մեծ ամբիցիաներ ունեցող մարդկանց մեջ լինելու են բնականաբար խոսակցություններ լինելու են, որ տատասա որոշ է, պապասա որոշ է, չստացողը թաղելու է, ստացողին ստացողը ուրախանա ու թաղի, չստացողին այդ ամեն ինչը լինելու է, բայց դրա համար պետք է համբերություն, որովհետև լավ գործը Հայաստանի Հանրապետությունում պահանջում է համբերատարություն, ուժ, հավատ, իսկ ինչը մենք ունենք Նես ջան, որովհետև բոլորս հավաքված ունենք հրաշալի ցանկություն անելու դա ընտիր, անելու պայծառ, անելու լավ, որովհետև դա ինքնանպատակ չի մրցանակաբաշխությունը միտված է տվյալ ակադեմիայի մի ճյուղն է, ինչպես պարոն Պողոսյանը ասաց, եւ այդ ճյուղը զարգացնել, դնել ուրիշ հարթության վրա, դա տարիներ շարունակ եղել է, մենք ունեցել ենք երգեր, որոնք այլ թեմաների մեջ են եղել, բացի երջանիկ զույգերից կամ ինչ-որ բան եղել է, չէ, պատահական չի լինում, ոչ ման, ինչ-որ թեմաներ են եղել, ինչ-որ հետաքրքիր, այսինքն երկարվեստը կզարգանա մի քիչ այլ ուղղությամբ, իսկ մենք հույս ունենք, որ մրցանակաբաշխությունը լավ բան է։ Այո, ես իսկապես մեծ հույս ունեմ, որ հենց այդ ներազդեցությունը կունենա այս մրցանակաբաշխությունը։ Ովքեր մեջն են պետք է հավատան, ոչ թե հույս ունենան։ Ներ ջան, դու քանի որ մեջն ես լինելու ու ամենապայծառ կետերից մեկն ես լինելու, ես վստահ եմ, այո։ Դու պետք է հավատելու։ Վստահություն, ողջուն ենք հիմա շատ բարձր։ Բեմադրիչ Նայիրե Ստեփանյանին, որպեսզի Նայիրը մեզ պատմի, թե ինչ է այդ օրը սպասվում եւ ինչ առանձնահատկություններ ունի խազեր մրցանակաբաշխությունը բեմադրական տեսանկյունից։ Մենք բոլորս շատ, ինչպես դուք նաև մեծ սպասելիքներ ունենք այդ մրցանակաբաշխությունից եւ ամենակարևորը ուզում ենք առաջի հերթին, որ Կարմիր գորգից սկսված մինչեւ փակումը շատ շքեղ եւ հանդիսավոր անցնի այդ ամենը, որպեսզի յուրաքանչյուր արտիստ եւ երաժիշտ զգա իրեն փառավորված եւ տպավորված եւ որպեսզի մինչեւ մյուս տարվա մրցանակաբաշխությունը մեծ ստիմուլ առաջանա գործել ավելի հետաքրքիր բաներ մտածել եւ զարգանալ իրականում ինչպես դուք նկատեցիք մենք 3 ռեժիսոր ենք եւ ինչպես պրոդյուսերները նաեւ եւ մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս մրցանակաբաշխությանը ավետը շատ գեղեցիկ ասաց որ սա ամբիցիաների խնդիր չի մենք ստեղծագործական մի խումբ է ձևավորվել Արթուր Մանուկյան, Հրաչը Քեշիշյան եւ ես եւ պրոդյուսերները եւ շատ հետաքրքիր դիբատների ընթացքում ամենքս ունենք մեր մտքերը եւ մենք որոշեցինք որ մենք միասին բոլոր բեմադրությունները կմտածենք որպեսզի եթե 3-ից դուրը եկավ то ուրեմն դա ավելի լավ կստացվի ոչ թե մի ձեռագիր կունենա դա իրականում իրադարձություն է լինելու մեր երաժշտական ասպարեզում
պետք է պատշաճ ամեն ինչը ներկայացնենք եւ եթե կուզեք ես կասեմ որ մենք ունենալու ենք մի հետաքրքիր բացում Չեմ ուզում փակագծերը բացեմ, որը կլինի խազ մրցանակաբաշխության մասին եւ մենք ցույց տանք մեր երաժշտարվեստի էվոլյուցիան այդ ընթացքում, հրավիրված են նաեւ դրսից երաժիշտներ, Հայաստանից երաժիշտներ, արտառոց է լինելու այդ ամենը, որովհետեւ մենք փորձում ենք ոչ ստանդարտ ձևով մտածենք եւ մենք մեզ զարմացնենք առաջի հերթին, հետո հանդիսատեսին եւ հերթադիտողին։ Եվ լինելու է բացի բացումից նաեւ 5 երաժշտական համարներ, որոնք ուղղակի երգ չեն, այլ լինելու են հատուկ բեմադրված ինչ որ լոգիկայով ներկայացումներ։ Կարծում եմ պիտի որ բոլորին դուր գա։ Մենք այդ դրա վրա հիմա շատ ուժեղ աշխատում ենք։ Հրաշալի։ Իդեպ ես ասեմ ռեժիսորների հետ կապված, երբ որ մենք ռեժիսորներին հրավիրեցինք եւ ռեժիսորների հետ կիսվում ենք մտքերով ու ասում ենք, որ ուզում ենք, որ լինեն 3 ռեժիսորը, որոնք եւ մեր ակադեմիայի անդամներն են նաեւ կողքից բնականաբար, բայց հաստատ որ 3 ռեժիսոր, ախր բայն էլ ամբիցիոզ են, այդ մարդիկ բոլորը իրանց բաներ ունեն, ոնց կլինի, այդ միշտ ավելի ու ավելի մեզ հետաքրքրացնում է ու հենց այդ մենակ դրա համար, այո, նաև ակադեմիայի գործունեության մի մասն էլ է, որ համախմբել մասնագետների եւ մասնագետների տված արդյունքը միասին ցուցադրել եւ այո, նաեւ ասել, որ ամեն ինչ հնարավոր է։ Մենակ պետք է որ ճիշտ աշխատել, ճիշտ հարաբերություններ ունենալ եւ ճիշտ խնդիրներ դնել։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես գիտեմ որ մենք նաև շքեղ կարմիր գորգ ենք ունենալու, որտեղ եւս հյուրերին դիմավորել են մեր գործընկերները, բայց փակագծերը դեռ չենք բացում։ Այ մի քիչ կուզեմ խոսենք ընդհանուր շքեղության մասին մրցանակաբաշխության Վազգեն ու որպես հայկական ազգային երաժշտական ակադեմիայի համահիմնադիր, ինչպես եք տեսնում ակադեմիայի դերը առհասարակ հայ երաժշտության զարգացման մեջ։ Ես շքեղ բառը շատ օգտագործել այդքան էլ չեմ սիրում, բայց ինքը ինչքան էլ գեղեցիկ բառ է։ Այո, ես կուզեմ ասել, որ մեր մոտ այո լինելու է հետաքրքիր կարմիր գորգի արարողություն առանձին կարմիր գորգի մուտքը իր ժամերը նախատեսված են առանձին ժամերի առանձին մուտքով հրավիրյալ արտիստները նոմինացված արտիստները բոլորը իրենք ունենալու են առանձին մուտք այսինքն ժամանակ որ կարմիր գորգին իրենք ոչ թե արագ գան անցնեն որովհետև պետքա պատրաստվեն այլ այդ ամբողջը մենք հաշվարկել ենք որ 3-4 ժամ առաջ հրավիրենք մենք մեր նոմինանտներին մեր արտիստներին որոնք որ եւ ինտերվյուներ ունենան այնտեղ եւ գեղեցիկ ֆոտո նկարաններ ունենան մենք հրավիրելու ենք բոլոր մեդիայի ներկայացուցիչներին ինֆլուենսերներին բլոգերներին մեր բոլոր գործընկերներին որոնք եւս իրենք էլ իրենց հերթին լուսաբանեն հենց այդտեղ տեղից ու նաեւ մենք ունենանք նաեւ նկարահանում է իհարկե իրականանալու Կարծում եմ մենք փորձել ենք անենք այն ամեն ինչը, որ այդ օրը գոնե արտիստը ստեղծագործողը գա ու իրեն զգա մի ուրիշ աշխարհում, այն աշխարհում, որ բոլորը երազում են լինել, որ բոլորը մենք միշտ ասում ենք, չէ, այ օրինակ Grammy-ում որ sense լիներ, այ օրինակ Oscar-ում որ sense լիներ, չեմ ուզում շռայլել բառեր, բայց մենք փորձում ենք այդ օրը ստեղծել մի գեղեցիկ միջավայր, մի գեղեցիկ հրաշք մեր գոլեգաների գործընկերների համար, որոնք որ ուղակի գան, վայելեն եւ իհարկե կարող է մի քանի մարդ մի քիչ նեղված գնալ մրցանակ, որ չստանալու հետ կապված, բայց այդ էլ մեր իրականությունը մյուս տարի կարծում եմ իրենք էլ ավելի շատ աշխատեն ու իրականում հենց մրցանակաբաշխությունների իմաստը դա է, որ առաջացնում է դա ստիմուլ մարդկանց մոտ, որոնք որ ամբողջ տարի աշխատեն եւ մյուս տարի ավելի լավ, ավելի գեղեցիկ, ավելի պրոֆեսիոնալ ձևով ներկայանան։ Կարծում եմ ստացվի։ Ես վստահ եմ, որ այդպես է լինելու է, բայց շարունակենք խոսել ակադեմիայի գործունեության մասին։ Հետաքրքիր է նաև ինչ նախաձեռնություններ պիտի ունենա ակադեմիան աջակցելու երիտասարդ երաժիշտներին, որովհետև Հայաստանում մենք ունենք միշտ այդ դիստրիբյուցիոն խնդիր, որ քեզ պետք է անպայման գտնես մարդ, ով
որի միջոցով կգնաս Apple Music, Spotify, մի խոսքով մենք պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանից չունենք, գուցե սա կդառնա իրականություն մեր կյանքում։ Այո, իհարկե։ Ես ասեմ, նաև ակադեմիայի մի գաղափարի ոնց որ սկզբի մի մասն էլ եղել էր, որ մենք աշխատանքի առումով շատ ենք նամակներ ուղում տարբեր միջազգային կառույցների երաժշտական եւ ոչ միայն ու շատ դեպքերում մենք այնտեղից օրինակ պատասխաններ ենք ստացել, իսկ ինչ կարծիք ունի ձեր երկրի Music Academy-ն այս հարցի շուրջ։ Դա շատ չեմ կարող ասեմ տարօրինակ, բայց շատ հետաքրքրացնող հարց էր, որը որ ի վերջո պրպտելով եւ տեղյակ լինելով համաշխարհային շոու բիզնեսի միջավայրից հասկանում ես, որ իսկ ինչի մենք չպետք է ունենանք երաժշտական ակադեմիա, իդեպ ասեմ մենք ամեն դեպքում ինչքան որ փորձել ենք հասկանալ տարածաշրջանում եւս չկա այս տիպի ինչ որ հիմա մեր մոտ ունենք երաժշտական ակադեմիա եւ մրցանակաբաշխություն նման տիպ իրականում չկա, ամեն դեպքում մենք չենք հանդիպել տարբեր փնտրտուքներ ենք ունեցել եւ կարծում եմ դա էլ է շատ լավ։ Իդեպ մենք նաեւ օֆիցիալ հիմա գրագրության մեջ ենք հանրահայտ ռեկորդինգ ակադեմիի հետ, Գրեմի հենց այո կազմակերպիչների հետ եւ մի փոքր էլ անակնկալ բացեմ, մենք հատուկ հյուր ենք ունենալու այդ օրը, որը որ իր փոքր խոսքով նաեւ մեզ աջակցելու է, մեզ այո ողջևորելու է կարծում եմ այդ ամեն ինչը շատ աշխատելու է ի շահ մեր արվեստի, ի շահ մեր գործունեության։ Եվ պատասխանելով այդ հարցի մյուս մասի, թե ինչ է տալու ակադեմիան սկսնակ կամ գործող արտիստների, ակադեմիան չեմ կարող հիմա ես շատ շռայլ բառեր օգտագործել, բայց ես կփորձեմ ասեմ, որ մենք սկսել ենք արդեն նաև մարզերի երաժշտական կենտրոնների հետ աշխատանքը, այսինքն երաժշտական դպրոցների, երաժշտական հաստատությունների, որոնք որ հələ Երևանում ավելի հեշտ է ինչ որ մի բան անել, իսկ մարզերի ժողովուրդը ուղղակի իրանք գալիս են ստեղ ու այդ ձեր ասած process-ները անցնում են, փորձում ենք իրանց հետ համագործակցության գալ, իրանց ներգրավել արդեն եւ մեր շնորհիվ մենք իրանց ավելի արագ փորձենք կազմակերպությունների, պրոդյուսերների, ադմինիստրատորների հետ աշխատանք ստեղծել եւ կարողանալ օգնել, որ արդեն իրանք ավելի արագ ներկայանան թե դրսում, թե տեղի երաժշտական տարբեր գործունեության մեջ։ Եվ շատ կարևոր մի բան, որ մենք նաև հեղինակային իրավունքի, հարակից իրավունքի մասով ենք հիմա աշխատանք տանում, որ կարողանանք մեր հանրապետությունում գործող բոլոր այն օրենքները եւ այն օրենքները, որ պետք է դեռ առաջ բերենք, որովհետև կամաց մի բանից հետո հասկանում ես, որ մյուս բանն է կարևոր եւ կարողանանք ինչ որ ժամանակ հետո մենք հեղինակային ու հարակից իրավունքների այն աստիճանին հասնենք, որոնք որ համապատասխան հանգիստ ապրել։ Այո, Ավետ Բարսեղյանը հանգիստ գնա հանգստյան տուն եւ վայելի իր հանգիստը։ Տարիքից ելնելով եմ մոռացել։ Իրականում այս բոլոր ենթակետերը, որ նշեցիք, իսկապես շատ կարևոր են բոլորիս համար, վստահ եմ, որտեվ բոլորս առնչվել ենք որևէ կետում այս խնդիրներին տարիների ընթացքում ու շատ ուրախ եմ, որ շատ շուտով դրանք արդեն կլուծվեն այդ խնդիրները մեր կյանքում եւ ելի նշեցիք, որ կան այլ համագործակցություններ, բայց եթե հնարավոր է խոսենք մի փոքր փակագծերը բացելով, ապագայում ինչ համագործակցություններ է նախատեսում միջազգային երաժշտական կազմակերպությունների հետ ակադեմիան, որը մենք կզգանք մեր մաշկի վրա։ Այո, իհարկե, մենք ուզում ենք, որ կարողանանք մեր արտիստներին, մեր գործող երաժիշտներին, որոնք որ իհարկե ունենք մենք արտիստներ, որոնք իրենցով, իրենց մենեջմենտով, ամեն մեկը թե իր կապերով, իր աշխատանքի, չարչարանքի շնորհիվ հասնում է բավականին մեծ բարձունքների, բայց դա տանում է իրականում արտիստի համար շատ մեծ ժամանակ եւ ռեսուրսներ։ Մեր նաեւ շատ կարեւոր ворթեգրած աշխատանքներից է, որ մենք կարողանանք հեշտացնել մեր արտիստների կյանքը, այսինքն թե երաժիշտների, թե երգիչների, թե բանաստեղծ, այսինքն որ կարողանանք մենք հարթակ դառնանք իրենց միանգամից միջազգային շուկա թե ներկայացնելու, թե օգնելու պայմանագրեր ստորագրելու եւ թե տարբեր հարթակներում ուղակի մասնակցության համար դա բավականին կարևոր բան է կարծում եմ ու մենք շատ
հուսով ենք, որ մենք կկարողանանք օգնել եւ այդ ամեն ինչը իրականում ես ինչ ասում եմ, սա ոչ մի հորինած բան չէ, սա շուտվանից արդեն աշխարհում դրված եւ աշխատող համակարգ է, որը մեր մոտ կամած եկավ, հասավ այս ամեն ինչին, որ մենք հիմա ունենք եւ կարծում եմ, որ բավականին մեր հանրության համար կարևոր գործ է ստացվում։ Էլի ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել եւ իմ գոլեգաներին, ընկերներին, մեր հետ է Վազգենը, իսկ մյուս գիծը հիմնադրման եւս մեր անկախ Հայաստանի լավագույն շոուները եւ պրոդուկցիան ապահովված Sharm Holding-ի պրեզիդենտ եւ հիմնադիր Ռուբեն Նեջաղինյան ծափահարություններ մի մարդով կարողացել է պրոդյուսերական աշխատանքով զարմացնել ու հագեցնել ճաշակ ամենակարևորը։ Այո, բոլորը սրտատրոփ սպասում ենք ապրիլի 30-ին եւ հարգելի ներկաներ, ներս եկածներ մի քիչ շունչ քաշելու ժամանակն է ու վինդեմ կոնյակ վայելելու։ Հիմա գնում ենք դաթարի, բայց ոչ շատ երկար։ Չէ՞ որ արդեն դաթարից հետո մենք մեկ անգամ եւս բարձրաձայն կկարդանք Խազեր մրցանակաբաշխության անվանակարգերը եւ հավաքնորդների անունները։ Ով է հաղթելու, դա դեռ ոչ ոք չգիտի, բայց անուններն արդեն ներսում են։ Ներացեք, կարևորը դեռ չի սկսվել։ Rincare il potere mai lui non sa che il grande invitiatezza re come si farà nel palmo stringo un'idea che non vive che nella sua fantasia accorge che poi non ha più senziate si viva solo per me solo per me. I keep on turning, soldiers. I keep on worrying. Well, I keep on turning, 'cause it's wanna be alone. Երեկոն շարունակվում է եւ հիմա անցնում ենք ամենակարևոր պահին, անցյալ տարին ավարտված է եւ երաժշտությունն արդեն իր գործն արել է ու հիմա եկել է պահը հանդիսավարությամբ հայտարարելու ովքեր են Խազեր 2024 մրցանակի ճանապարհին, արդեն մի ոտք դրել Կարմիր գորգին։ Եկեք ողջունենք մարդուն, ում ձայնից անգամ երգերն ավելի բարձր են հնչում։ Ավետ Մարսեղյան։ Գեղեցկուն, ով կարող է ցանկացած երեկոն դարձնել հետաքրքիր եւ Եվ իհարկե դու, որ կարողանում ես արժանապատիվ տանել ավակ սերնդի ողջ հմայքը ներսես։ Շնորհակալություն։ Եվ արդեն ինչպես խոստացել էի ժամանակն է կարդալու անվանակարգերը։ Այո։ Գնացինք։ Սկսեցինք։ Տարվա լավագույն երգիչ անվանակարգում առաջադրված են մի սովորական, բայց շատ անսովոր տղա Արամ Էմպետրի, Էրիկ Կարապետյան եւ Արամեն։ Լավագույն երգչուհի անվանակարգում առաջադրված են Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանն ու Բրունետը։ Լավագույն երգ անվանակարգում առաջադրված է Սեր Անի երգը Իվետա Մուկուչյանի կատարմամբ, Երևի երգը Արամ Էմպետրի կատարմամբ, Ալո երգը Սոնա Ռուբենյանի կատարմամբ։ Լավագույն տեսահոլովակ անվանակարգում մրցում է Բրյունետ Սուպերսար Իլնես, Իվետա Մուկուչյան Սերանի և Արամ Էմպետրի Երևի։ Երեք լավագույն կոմպոզիտորներ են Անդրանիկ Բերբերյանը, Մարտին Ուլիխանյանն ու Արթուր Ալեկը։ Լավագույն գործիքավորում անվանակարգում է Նեմրան և Սերժ Տանկյանը I'm Afraid of Stars։ Ավետիս Բերբերյանը, կոմիտասական խմբերգրաշար Շուիտ և Ջուլիանա Երազի պես։
Լավագույն հեղինակ կատարող Վան Եղիազարյան, Yellow Heart եւ Ջուլիանա Բերբերյան։ Տարվա հայտնություն կարող է դառնալ այս երեքից մեկը, Yellow Heart-ը, Լեա եւ Անահիտ Հակոբյանը։ Հաջողություն բոլորին։ Շարունակեմ լավագույն խումբ նախագիծ։ Նոմինացիայում առաջադրված են LA Project, Արցախի ձայներ եւ Հող Արթուն։ Լավագույն երաժշտական նախագիծ եւ բեմադրություն Զեփ տարեկան հանդիպում եւ գործարար համաժողով Երևան 2024-ի բացման արարողություն։ Կոմիտաս ըստ Արթուր Գրիգորյանի։ Այո։ Եվ Ջուզեպե Վերդի Օթելլո։ Լավագույն ռոք արտիստ կամ խումբ Նեմրա, Արավիս եւ Սևագիր։ Լավագույն հիփ-հոփ եւ R&B արտիստ կամ խումբ անվանակարգում են Delete, Yellow Heart եւ Սարե։ Լավագույն ջազ արտիստ գործիքային կատարող կամ խումբ Երևան Calling, Mercy Charles, Արցախ ջազ նվագախումբ։ Լավագույն դասական նախագիծ Սիմֆոնիկ ռեինկարնացիա Տունգ Իգյանս, Հայկ Մելիքյան եւ Սիմֆոնիկ դաս A։ Լավագույն դասական երգիչ եւ երգչուհի Լիպարիտ Ավետիսյան, Գևորգ Հակոբյան, Հասմիկ Թորոսյան։ Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում Կոմիտասական խմբերքաշար Սյուիտ, Ավետիս Բերբերյան։ Լամենտո Վահե Բեգոյան, Լիկիլի Կարին ավանդական երգի բարիխումբ։ Եվ վերջում լավագույն cover, թող ամեն մի նոր տարի մեր սրտերը ջերմացնի Մարտին Ուլիխանյան, Պոպուրի Ազնավուր, Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ եւ Ալագյազ Սարե եւ Արթուր Արմենի։ Ահա, բոլոր նոմինացիաները եւ նոմինանտները եւ սրանք անուններ են, որոնք արդեն լրացված են Խազեր մրցանակաբաշխության առաջին տարվա պատմության մեջ, ստեղծելով տարվա ձայնային պատմությունը եւ ապրիլի 30-ին արդեն բեմից մենք կիմանանք, թե ովքեր կհանեն խազը վերև ու կհաղթեն Խազեր մրցանակաբաշխությունում։ Կհանդիպենք ապրիլի 30-ին։ Այո։ Կհանդիպենք ապրիլի 30-ին, սպասում ենք բոլորիդ եւ խնդրում ենք, որ բոլորը գան այդ օրը, ովքեր կլինեն հրավիրված, որովհետեւ մեզ իսկապես սպասվում է շքեղ երեկո ու ֆանտաստիկ կարմիր գորգ։ People